Եվ ձեր դեպքը ներկայացրեք Ես Մելքոնյան Ամալյան եմ, քաղաքացի, տուժել եմ բանկային զեղծարարության հետևանքով, դեպքը տեղի ունեցել նոյեմբեր ամսին, ID բանկի հաճախորդ եմ ու Facebook սոցիալական կայքում ստացել եմ, եկել է ուղղակի գովազդ, մրցանակ թեստը անցնելու դեպքում մրցանակի ինչ-որ հնարավորություն շահելու տարբերակ ու այդպես ընդհանրապես գլխի չեմ ընկել, որ դա կարող է ինչ-որ բան լինի, խարդախություն լինի, Եվ այդ խաղարկությանը փորձելով մասնակցելու արդյունքում դարձել եմ զոհ։ Ինչպես եք տուժել ես։ Եվ անձնական գումարի հափշտակում ա եղել եւ իմ անունով վարկա ձևակերպել անօրեն։ Ինչքան դրամի վարկ են ձևակերպել։ Եկեք ընդհանուր ասեմ, եթե ամբողջական այդ տույժը ձևակերպենք 700 քանի հազար տենց գալիս է։ Ինչ խաղարկության եք մասնակցել ես չեմ։ Ուղղակի տենց ինչ-որ գովազդ էր ID բանկի կողմից անունից էր այդպես, որ թեստը անցնելու դեպքում գումարի շահումա լինելու, այդպես էլ այդ թեստը չանցավ, որովհետև դա խարդախություն էր, արդյունքում զեղծարարները հասանելիություն ունեցան իմ ID բանկի հավելվածին։ Բանկից որևէ պարտաբանում են, ինչպես է ստացվել, որ կարողացել են, հասկացանք, կոտրել են կամ հաշիվներին հասանելիություն են ունեցել, բայց on-line ստորագրություն կամ վարկ, ինչպես են ձևակերպել։ Զգուշացնող ինչ-որ, դա միայն հիմնավորվում է, որ զգուշացնող նամակ եկել է ու երբ որ քաղաքացին ինչ-որ թվեր է հավաքում, այդ արդեն հաստատում է ու դա հիմք է հանդիսանում, որ իրանք կարող են տրամադրել, այսինքն դրանից ելնելով իրանք համոզվում են, որ հակառակ կողմում իրոք քաղաքացին է, այդ տերն է, այո, քարտապանն է, բայց դա ես չեմ ասում, մասնագետներն են ասում, որ միայն դա բավարար չի, միայն կոդ ուղարկելը դա բավարար չի, մանավանդ 21-րդ դարում մենք տեսնում ենք ինչքան հնարավոր է շատ հեշտ մարդուն խաբեության մատնել ու այդ մի կոդ ուղարկելը շատ քիչ է։ Վարչական վարույթ է բացվել, սակայն միևնույն է բանկի համար դա էլ հիմք չի հանդիսանում, որպեսզի թեկուզ ժամանակավոր, չնայած ես միևնույն է էլ ինձ չեմ համարում այդ վարկի տերը, որովհետև ես այդ գումարը չեմ ստացել, ոչ ստացել եմ, ոչ օգտագործել եմ ու բանկը այնուամենայնիվ այդ վարկը համարում է, որ իմն է ու ես պետք է վճարեմ։ Մելքոնյան Ամալյան։ Վճարել Ամալյան։ Վճարել եք։ Ցավոք վճարել եմ, որովհետև այսքան ծանոթ չէի այս ահռելի չափերին, մեծ մասշտաբի մարդկանց տուժածների, բայց հասկացա, որ դա խնդիրը իմը չէ միայն։ Ու այսօր չեմ վճարել։ Ինչ եք պահանջում եք ես աջակցությունը։ Դիմաց պահանջում ենք համակարգային լուծումներ, որովհետև անընդհատ այս քաղաքացիները անտարբերության մեջ են ու մենակ իրանց արդարության պայքարի ճանապարհին եւ ասեմ ավելին, մենք այստեղ ունենք քաղաքացի, ով Արցախից բռնի տեղահանված է, ով Հայաստանի Հանրապետության որևէ բանկի հետ որևէ գործառույթ չի ունեցել, բայց այսպես ուղղակի անհամաչափորեն թալանի է ենթարկվել։ Հիմա հարց, ինչպես է թալանվել իբրև թե կիբեր հանցագործություններ, բայց ոնց նկատում ենք, այդ կիբեր հանցագործությունները բավականին ձեռնտու է այս մի քանի բանկերին։ Հիմա ես չեմ հասկանում, ամբողջ պետությունը այս մի քանի բանկերի վրա չի կարողանալու, այս հարցը չի լուծվելու, այս քաղաքացիները մնալու են թալանված ու շարունակելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թալանվեն։ Մենք պահանջում ենք համակարգային եւ անհապաղ լուծումներ եւ գործուն քայլեր, որովհետեւ այս մարդկանցից սկսել են բռնագանձել շարժական եւ անշարժ գույք եւ անհիմն ու անօրինական ճանապարհով։ Ձեզ ինչպես ներկայացնեք։ Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավարն եմ, իրավապաշտպան Մհեր Կարագոսյան։ Այս քաղաքացիները բոլորը մեր հասարակական կազմակերպություն դիմումներ են ներկայացրել, այո։ Օրինակ պետությունը ինչ կարող է անել։ Պետությունը ուղղակի պիտի օրենքը աշխատացնի։
Բանկերը չունեն օրինական հիմնավորումներ։ Ինչ Դրա օրինակ։ անով բանկ են բացել, Հա։ տարում է, որ այդպես բան չի։ Ահա, ու դուք գտնում եք, որ ընդհանրապես պետությունը այդտեղ չուներ վերահսկողական ֆունկցիա։ Ես տես չեմ գտնում։ Խնդրում եմ նորից հարցը տվեք։ Նորից հարցը տվեք։ Ինչ կարող է անել, որ մեխանիզմները գործադրելով կարող է Ուղղակի պետությունը եւ պետական մարմինները, ընդհանուր նաեւ դատախազությունը, նաեւ քննչականը իրավունք ունի կասեցնելու բանկերի ոչ օրինական պահանջները քաղաքացիների նկատմամբ։ Բանկերի պահանջները օրենքով հիմնավորված չեն։ այսինքն կոնկրետ այս դեպքի մասին է խոսքը։ Նաեւ Նույնիսկ նույն դեպքերն են տարբեր սխեմաներով։ Ներողություն, ձեր տարածող հայտարարության մեջ նաև նշված է, որ